Հակոբ ջան, քանի որ պլանավորել ենք գնանք Թայլանդ, մի փոքր խոսենք Թայլանդի մասին։ Մայրաքաղաքը Թայլանդի ուրեմն Բանգկոկն է, այս պահին կոնկրետ իր հին անունը, հստակ իր անունը չեմ հիշում, բայց ես գիտեմ, որ աշխարհի ամենաերկար բառն է դա համարվում, բավականին ահռելի տեսնելու բաներ կան, մոտավորապես 85 հարկանի շենքերից մինչև բուդդայական հնավայրեր ու տաճարներ, այնտեղ է գտնվում Այյուծեա քաղաքը, հին հնավայրեր է, հին տաճարներ է։ Հակոբ ջան, արի մի փոքր խոսենք մշակույթից։ Շատ հետաքրքիր բառեր ունեն, տուրիստը երբ որ վերցնում է ինչ-որ տուրեր, որ պետք է մասնակցի, այդ տուրերի մեջ ներառված է այդ թայլանդական բառերը։ Մարդը հենց որ օդանավակայանից իջնում է, չէ, միանգամից ոնց որ կոնտրաստը փոխվում է այդ երկրի մեջ լինելով։ Ինչ իմաստով, որովհետև տեսնում է շատ ուրախ մարդիկ։ Թայլանդը ընդհանրապես ինքը կոչվում է ժպիտների երկիր։ Ու իրանք երբ որ նայում են ու տեսնում են ինչ-որ մարդ, ով որ չի ժպտում, կամ մի քիչ sense ջղային դեմքով է, իրանք այսպես կարող է հումորի համար գան, sense մի հատ դեմքին ժպիտ քանդակեն ու գնան, էլի ոնց է։ Մշակույթի մեջ շատ հետաքրքիր է, որ օրինակ մեծ դեր եւ նշանակություն ունի իրանց սրբավայրերը, հինդուականությունն ու բուդդայականությունը, այսպես միաձուլվել ու միախառնվել է իրանց տեղի ուրեմն կրոնի հետ, օրինակ կա մի հատ շատ հետաքրքիր փիղ Բանգկոկ քաղաքից, որ առաջանում է դեպի Պատտայա, այդ ճանապարհահատվածին է, որը որ մոտավորապես 6 հարկանի շենքի չափ է եւ ինքը 1 կտոր քարից փորագրված փիղ է, տարբեր դեմքերով։ Մեր զբոսաշրջիկներին դուր կգա իրենց մշակույթը։ Երբ որ մտնում ես թայլանդական պատմամշակութային վայրեր, չէ՞։ Այնտեղ իրանց մոտ ինչն է հետաքրքիր, եթե խոսքի օրինակ ինչ-որ մի հատ թեմպլ է, տաճար է, հաջորդ տաճարը, որ իրանք կառուցել են, իրանց մոտ այսպիսի մի հատ ավանդույթ կա, որ երբեք չպետք է նման լինի նախորդ տաճարին։ Իր բազմազանությամբ։ Օրինակ կա մի հատ տաճար, որը որ Չիանգմայում է, ամբողջովին հայելիներ է։ Կա մի հատ տաճար ամբողջովին կապույտ գույն է, որ ասենք պետքա ուղղակի աչքերը մարդու տեսնի այդ ամեն ինչը, էլի։ Ես այդ հարցին երևի թե կարողացա պատասխանեմ, որովհետև իր մշակույթի մեջ ահռելի շերտեր կա, որը որ այսքան ժամանակ ես ինչքան խմբեր որ տարել եմ կամ ինչքան ես եղել եմ, երբեք չի եղել ինչ-որ մեկը, որը որ դժգոհ վերադառնա։ Մենք առաջի 3 օրը պետք է լինենք Մալազիայում, Սինգապուրում, ինչ կտեսնենք այնտեղ։ Մալազիանը ինքը էլի շատ հետաքրքիր ուրեմն քաղաքպետություն է, ինչն է առանձնահատուկ բնությունը։ Ինքը ունի էլի մի շատ հետաքրքիր էկզոտիկ բնություն եւ այդպիսի ուրեմն ջրվեժներ, տարբեր շատ հետաքրքիր վայրեր, սկսած քաղաքային կյանքից մինչև ուրեմն հնավայրեր, կրկին մենք պետքա Մալազիայում ուրեմն շրջագայենք։ Մեր զբոսաշրջիկներին ինչ կարող ենք առաջարկել յոգայի, մեդիտացիայի, ինչով կարող ենք հետաքրքիր դարձնել մեր ճանապարհորդությունը։ Այդ ամբողջ շրջագայության ընթացքում մենք անում ենք տարբեր պրակտիկաներ։ Օրինակ առավոտյան անում ենք յոգայի պարապմունքներ, լողափին, շատ հետաքրքիր են անցնում եւ դրա հետ միևնույն ժամանակ ուրեմն ուսումնասիրելու ենք այդ կրոնները, բնականաբար ասենք շատ հետաքրքիր է, զուտ պատմամշակույթն ենք ուսումնասիրելու, հոգեվոր այսպես ուրեմն զարթոնք ենք մենք ապրելու, սակայն որևէ ինչ որ կրոնական ուղղվածության չենք հարելու։ Մենք մեր ասենք մեդիտացիաներն ենք անելու, ավելի խաղաղված հետ ենք վերադառնալու հայրենիք։ Լինելու է ուրեմն յոգայի պարապմունքներ, ես այնտեղ աշխատելու եմ որպես որոշ չափով այդ երկիրը իմացող եւ նկարագրելու եմ այդ ամեն ինչի մասին ու արդեն ավելի խաղաղված, հանգստացած հետ ենք վերադառնալու։ Ես շատ ուրախ եմ, որ միասին ճանապարհորդելու ենք եւ մեր տուրիստներն էլ կարծում եմ մեծ բավականություն կստանան յոգայի, մեդիտացիայի պարապմունքները ներառելով իրենց հանգստի հետ։ Ես էլ հուսով եմ, որ ձեր սպասելիքները կարդարացնեմ եւ իրար հետ գնալու ենք, հանգստանանք, շփվենք, սնվենք իրանց այդ էթնիկ ուրեմն ազգային կերակուրներից
իրանք այնտեղ ունեն շատ հետաքրքիր նաև գիշերային կյանք, մարդիկ կան, որ կցանկանան ինչ-որ բարեր, կաֆե, ռեստորաններ, որը որ նույնիսկ 24 ժամ աշխատում է, ինչ-որ գնան, զբոսնեն, որևէ տեսակի պարտադրողական ոչինչ չի լինելու մեր խմբերում, մարդիկ լինելու են շատ ազատ և հանգստացած վերադառնալու ենք հայրենիք։ Սիրելի ճանապարհորդողներ, միացեք մեր էկզոտիկ տուրին, որը լինելու է փետրվարի 5-ից 20-ը։ Լինելու ենք Մալազիայում, Թայլանդում և նաև Սինգապուրում։ Վայելեք մեր հետ միասին այդ հրաշալի և էկզոտիկ վայրերը։ Սպասում ենք ձեզ։